Եղվարդում ապրող վարդուհու ընտանիքը այս տարվա օգոստոսից զրկվել է ընտանեկան նպաստից, ինչը նրանց սոցիալական վիճակը ավելի է վատացրել։ 4 հոգանոց ընտանիքում հաշմանդամություն ունեցող 2 անձ կա՝ հայրը եւ 16-ամյա որդին, ով Դաունի համախտանիշ ունի։ Ընտանիքի միակ կայուն եկամուտը հաշմանդամության թոշակներն են։ Ասում են, նոր համակարգով այլևս չեն համապատասխանում պահանջներին։ Համապատասխան գերատեսչությունից վարդուհուն մեկնաբանել են այսպես, ասել են. «Ձեր բաժնեմասի գույքահարկի շեմը պիտի 4200 դրամը չգերազանցի, որպեսզի նպաստ տանաք»։ 4470 դրամային հասանելիք գույքի, այսինքն 270 դրամի համակ։ Խոսքը Մորտան համասեփականատեր լինելու մասին է, սակայն վստահեցնում է ինքը այդ գույքից չի օգտվում եւ չի տնօրինում այն։ Ինքը ուրիշ հասցեում է ապրում ամուսնու տանը, այն 5 անձի համատեղ սեփականություն է։ Թուղթ է տարել, հիմնավորել, որ այդ գույքին չի տիրապետում, բայց մեկ է ասում են քո անունով է գրանցված ու վերջ։ Ընտանիքի հայրը հաշմանդամության 3-րդ կարգ ունի, աջ ձեռքը չի աշխատում։ Նա նախկինում պայմանագրային զինծառայող է եղել, 44-օրյա պատերազմի մասնակից է։ Առողջական խնդիրների պատճառով դուրս է եկել զինծառայությունից, աշխատել է շինարարության ոլորտում, սակայն աշխատանքի ընթացքում վնասվածք է ստացել ու այլևս չի կարողանում աշխատանք գտնել։ Հաշմանդամություն ունեցող հայր ու որդի միասին ստանում են 75000 դրամ թոշակ։ Մենակ փողը չէ, այնտեղ հիվանդանոցա, գազալույսա, հենց մի ես լիք առողջական խնդիր ունեմ, բայց չեմ կարողանում գնալ, որտեղ մտնում ես առաջին ասում եմ՝ «Դե վճարես, նոր քեզ տենա»։ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում անապահովության գնահատման պիլոտային նոր համակարգ է գործարկվել։ Այս համակարգով նախատեսված է գույքահարկի շեմ, որից բարձր գույքահարկի պարտավորություն ունեցող ընտանիքները ավտոմատ դուրս են մնում ընտանեկան նպաստի համակարգից։ Ժամին պարզաբանում են սոցապ նախարարությունից։ Պիլոտի արդյունքները վերլուծում ենք, որպեսզի փորձնական հասկանանք, ինչ խնդիրների են առերեսվում։ Սա եւս առաջիկայում հնարավոր է վերանայումների եւ փոփոխությունների ենթարկվի։ Առաջացած խնդիրները խմբավորվում են եւ կհասցեագրվեն, որպեսզի ամբողջ հանրապետությունում ռեֆորմի տարածման ժամանակ հնարավորինս շտկված լինեն։ Նման ծրագրերը պետք է բազմակողմանի ուսումնասիրվեն, ում են զրկում նպաստից, ում են տրամադրում, պետք է գոնե տրամաբանական լինի, ասում է Գործատուների միության նախկին նախագահն ու հավելում։ Այս դեպքում մեկ չափորոշիչ են օգտագործել։ Պիտի նայեն, թե նման ազնվորությանը, երբ որ նպաստից զրկում են, արդյոք կա հնարավորություն իրեն ինչ-որ մի աշխատանք առաջարկեին։ Նույն նախարարության միջոցով իր զբաղվածության կենտրոններով կոնկրետ առաջարկեին, որը որ այդ տիկինը իր առողջական վիճակից ելնելով կամ հաշմանդամները կարող են ինչ-որ բաներ կատարել։ Մակարյանի խոսքով, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոդելը շատ հստակ է։ Ընտանիքի անդամների թվից է կախված։ Մեկ հոգուն բաժին հասնող գումարի չափը, եթե նորմայից պակասում է, պետությունը կամ հարկերն է նվազեցնում, կամ էլ օգնություն է տրամադրում, որ բալանսը գոնե պահի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։